մի քանի օր առաջ աղոթում էի, մտածում էի ու ուզում եմ այս խոսքը ուղղակի հռչակեմ, որովհետև երբեմն թշնամին կարողանում է մեզ խաբի, բայց Աստված միշտ ժամանակին խոսք ունի իր ժողովրդի համար։ Գիտեք, մեկ դու հայտնվում ես ինչ-որ իրավիճակների մեջ, մտածում ես այդ իրավիճակից ելք չկա, մեկ էլ Աստված խոսք է տալիս։ Հասկանում ես, որ այնքան հեշտ էր ելքը, ուղղակի ելքը Աստծու մոտ էր։ Ամեն։ Ուզում եմ պատկերացնես քեզ։ Քո համար ինչ-որ մեկը հող է փորում ու դու մտածում ես, այս թշնամին է, որ իմ գերեզմանն է փորում, հետո քեզ դնում է այդ հողի մեջ, ասում ես էսա, ինձ թաղում են, հետո քո վրա հող է լցնում մի քիչ, ասում ես հաստատ ինձ թաղում են, հետո մի քիչ ջուր է լցնում քո վրա, ասում ես չեմ մեռնում, ուզում է խեղդի ինձ, հետո մի քիչ էլ է հող լցնում, սենց խեղդվում ես, ասում ես ինձ ուզում են թաղեն, ես այսօր եկել եմ, որ քեզ ասեմ դու ճիշտ չես հասկացել իրավիճակը, այն իրավիճակում, որտեղ որ հայտնվել ես, ոչ թե սատանան ուզում է քեզ թաղի, այլ Աստված քեզ ցանում է։ Նորից եմ ուզում ասել, ոչ թե սատանան ուզում է քեզ թաղի հողի մեջ, այլ Աստված քեզ ցանում է։ Երկու իրավիճակը շատ նման է։ Երբ որ թաղում են, մահացածն են թաղում, երբ որ ցանում են, կենդանին են ցանում, որ հողի մեջ մեռնի։ Դու կենդանի ես թե չէ։ Դու մահացած չես։ Տեր Հիսուս ասում է, եթե ցորենի հատը, Հովհաննես 12:24, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկը ինքը կմնա, իսկ եթե մեռնի շատ արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը կորցնելու այն, իսկ ով աշխարհում իր անձը ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, եւ որտեղ որ ես եմ, իմ ծառան եւս կլինի այնտեղ, եթե մեկը ինձ ծառայի, նրան հայրը կպատվի։ Եթե ցորենի հատը չմեռնի, ինքը պտուղ չի տա։ Փաստորեն, որպիսի պտուղ տաս, Աստված քեզ պիտի ցանի ու դու պիտի մեռնես։ Մենք ուզում ենք պտուղ տանք, մենք ուզում ենք մտնենք մեր կոչման մեջ, բայց մենք չենք ուզում մեռնենք։ Ու ես այսօր ուզում եմ ասեմ, որ այնտեղ որտեղ դու կաս, Աստված քեզ ցանել է տեղ։ Ինչ որ մեկին Ռուսաստանից բերել ու Հայաստանում է ցանել։ Ինչ որ մեկին գյուղից բերել Երևանում է ցանել ու այն իրավիճակը, որ դու անցնում ես այդ դժվարությունները, դա նրա համար է, որ դու մեռնես, որ պտուղ տաս։ Մեր խնդիրը գիտեք ինչու՞մն է կայանում։ Մենք ուզում ենք պտուղ, բայց չենք ուզում մեռնենք։ Բայց Տերը ասում է, տենց չի աշխատում։ Ցորենի հատը, որ դնում ես հողի մեջ, ինքը պիտի մեռնի։ Միգուցե քո վրա ճնշումներ է գալիս, որտեղ երբ որ ցորենի հատը դնում են հողի մեջ, հետո իր վրա հող են լցնում, ու դու ասում ես, «Էլ չեմ դիմանում»։ Գիտեք ճնշումը ինչի համար է։ Որպիսի քո ներսը բացահայտի։ Ցանկացած բան, երբ որ սխմում ես, իրանից դուրս է գալիս են ինչ որ իր ներսում է։ Դա նոր բան չի, ուղղակի թաքնված էր իր ներսում։ Զեյթունը սխմում ես, իրանից զեթ է դուրս գալիս, արևածաղկից նույնպես։ Բայց ամեն ինչ չի, որ սխմում ես, իրանից լավ բան է դուրս գալիս։
Բլոճկա սխվում ես իրանից ճլխտրիկներն է դուրս գալիս, ասում ես ասենց բաներ կար ես բլոճի մեջ։ Հաճախ Աստված հողը շատ է անում, որպեսզի քեզանից դուրս գա այն, ինչը որ քեզ խանգարում է, որ դու մեռնես։ Դու ամեն ինչ անում ես, որ քեզ պաշտպանես, որ չմեռնես։ Դու ամեն ինչ անում ես, որ կոմֆորտ լինի, որ այն հինը, որը որ բռնել ես, չմեռնի, բայց Աստված ասում է, եթե չմեռնես, պտուղ չես տա։ Մենք հակառակվում ենք նրան, ինչ որ Աստված անում, որովհետև մենք մտածում ենք, այդ թշնամին է անում։ Հաճախ մենք հակառակվում ենք Աստծուն, որտև մտածում ենք թշնամին ուզում է մեզ թաղի, Աստված ասում է, այ տղա, ես քեզ ցանում եմ, չեմ ուզում թաղեմ, մի հակառակվի։ Իսկ երբ որ սերմը ցանում են, որպեսզի սերմը լավ պտուղ տա, մի քիչ գոմաղբ են լցնում այդ սերմի հետ։ Ով գյուղատնտեսության հետ գործած է, ով գիտի, մի քիչ թրիկմը։ Ու այդ թրիկմից այդքան էլ լավ հոտ չի գալի։ Ու սերմը ասում է մի վարքան, ոնց որ վատ հոտ է գալիս, ոնց որ այս ճնշումը շատ է։ Մի վարքան ոնց որ սաղ ամեն բան անցել է։ Էլ չեմ դիմանում։ Աստված ասում է, ես հենց այդ էլ ուզում եմ։ Ինչի, որ մեռնես, որ պտուղ տաս։ Ու երբեմն անցնում ես կյանքում իրավիճակներով, որից այդքան էլ լավ հոտ չի գալիս։ Մեկ էլ նայում ես, ոնց որ ամեն ինչ լավ էր, բայց ընտանիքից այդքան էլ լավ հոտ չի գալիս։ Ամեն ինչ լավ էր, բայց կա փոխհարաբերություն, որ այդքան էլ լավ հոտ չի գալիս։ Ծառայությունից այդքան էլ լավ հոտ չի գալիս։ Ու մենք քաշվում ենք, վանվում ենք, խառնվում ենք իրար, չհասկանալով, որ Աստված ուղղակի պարարտանյութ է տալիս։ Ուղղակի դա սիլիտրա չի, գոմաղբ է։ Ու դու ինչ պիտի անես, պիտի լուր անցնես, մեռնես, որ պտղաբերես։ Մեկ էլ մի քիչ ժամանակ անցնում, այս ցորենի հատ ասում է, ինձ ուզում են խիղտեն, հողի մեջ լավ էր, գոնե շնչում էի, ես ինչ ջուր են լցնում վրես։ Փաստորեն թշնամին ուզում է ինձ խիղտի, չէ, Աստված ջրում է, որ մեռնես ու պտուղ տաս։ Հասկանում եք, մենք ինչի կարանք պայքարենք Աստծու հետ, որովհետև երբեմն Աստծու գործն ու թշնամու գործը խառնում ենք իրար։ Սերմը չգիտի ինչի է վերածվելու ինքը։ Այնպես ինչպես կավը չգիտի ինչի է վերածվելու ինքը, երբ որ հայտնվում է կավագործի ձեռքում։ Ու Տերը ասում է, սերմ, դու եթե չմեռնես մենակ կմնաս, բայց եթե մեռնես, շատ պտուղ կտաս։ Ու ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, առաջի բանը, որ քեզ խանգարում է մտնես քո կոչման մեջ, դա այն է, որ դու չես ուզում մեռնես։ Առաջի բանը, որ քեզ բերել է մենակության մեջ ու կողքիցդ մարդիկ վանվում են, դուք ասես իմ կողքը 5 հոգի կա։ 2 ամիս, կարող է 2 ամիս հետո չլինի։ Ինչն է պատճառը, որտև չես ուզում մեռնես։ Առաջի բանը, որ պտտվում է սարի շուրջ, ով է հիշում անցած քարոզս ինչ էի քարոզում, այս անգամ քննությունը հանձնելու ես, այն է, որ չես ուզում մեռնես։ Իսկ Տերը ասում է չկա կյանք առանց մահվան։ Ես ուզում եմ պտղաբերեմ։ Առանց մահ կյանք չկա։ Մեկը պիտի մեռներ, որ դու հավիտենական կյանք ունենայիր։ Այդպես է թե չէ։ Եթե Հիսուսը չմեռներ, դու չէիր ապրի։ Ու եթե դու չմեռնես,
քո կոչումը չի ապրի։ Եթե դու չմեռնես, դու պտուղ չես տա։ Տեր ինչս պիտի մեռնի։ Այս ծառայությանը չեմ հասցնի ամբողջական խոսամ։ Այս անոնսա։ Հաջորդ անգամ, երբ որ ժամանակ ունենամ ծառայելու, մենք իրար հետ խոսելու ենք այն ամենի մասին, ինչը պիտի մեռնի մեր կյանքում։ Բայց նորից ուզում եմ ասեմ, այսօր, որպեսզի հասկանաս, այն իրավիճակում, այն դժվարության մեջ, որի մեջ հայտնվել ես, այդ դժվարության մեջ ոչ թե թշնամին է ուզում քեզ սպանի, թաղի, այլ Աստված քեզ ցանում է, որ դու լինես պտղաբեր։ Ու երբեմն որպես հայր Աստծո համար դժվար է։ Նայի իր տղուն, իր աղջկան ու ցանի միտեղ, որտեվ դժվար է ցանել սերմը։ Աստծո խոսքը ասում է, եթե դու լացելով սերմը ցանում ես, ուրախությամբ ես ընձելու։ Սաղմոս 126:5 Նով լացելով է սերմը տանում ցանելու ուրախությամբ ընձելու է։ Ու երբեմն հենց այդ լացելով սերմը տանողը Տերն է, որ ինձ ու քեզ տանում է ինչ որտեղ ցանելու, հասկանալով, որ մենք այդքան էլ չենք հասկանում, որ սա ինքն է մեզ ցանում։ Բայց երբ որ մենք պտղաբերում ենք, երբ որ մենք մահանում ենք մեր համար, սա Աստծո համար ուրախություն է։ Ու Աստծո խոսքը ասում է, որ ինքը իր ուրախության վարձքի պտուղը ուրախությամբ կհնձի։ Հիշում եք այդ տեղը Եսայի 53-ում գրած։ Այնպես որ որպես սեր մենք ընդամենը պիտի համաձայնվենք Տիրոջ հետ, ու ասենք Տեր, մենք ուզում ենք լինենք այն ինչ որ դու մեզ ուզում ես տեսնես։ Որպես կավ մենք ընդամենը պիտի համաձայնվենք Տիրոջ հետ, ու ասենք Տեր, մենք չգիտենք ինչ ենք դառնալու, բայց դու ես կավագործը։ Դու ես մեզ սարքելու են ինչ որ սարքելու ես։ Ոնց որ սերմը պիտի մեռնի, որ պտուղ տա, այդպես էլ կավը պիտի մտնի կրակի մեջ ու թրծվի, որպեսզի մնա ամուր։ Ամեն։